հայրենակիցներ, մեկնարկում է մեր երկիրը ուժեղ դարձնելու մեր հաղթարշավը։ Այսօր մայիսի 8-ն է, 1992 թվականի այսօրը Արցախի ինքնապաշտպանական ուժերը իրականացնելով ռազմարվեստի պատմության մեջ բացառիկ մի սխրանք կարողացան ազատագրել հայոց բերդաքաղաք Շուշին։ 1992 թվականի մայիսի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքում, որը վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծելու արկերի պահեստի, վերստին հայերենով հնչեց հայրմերը։ Նորից վանքին վերադարձվեց մեր աղոթքը։ Եվ դա եղավ մեր ժողովրդի միասնության, պայքարի, ազնազոհության արդյունքում։ Այդ օրը ձևավորվեց Արցախի պաշտպանության բանակը։ Եվ ես ուզում եմ սրտան շնորհավորել այս տարիների ընթացքում Արցախի պաշտպանության բանակում ժամկետային զինվորական ծառայություն անցած, իբրև պայմանագրային, սպա, գեներալ ծառայած մեր բոլոր հայրենակիցներին Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրվա առիթով։ Միահույսվելով հայրենական մեծ պատերազմում ողջ առաջավոր մարդկության, այդ թվում հայ ժողովրդի տարած փառահեղ հաղթանակի հետ, այդ օրը 92 թվականից միշտ կոչվել է եռատոն, երեք փառքի, հաղթանակի, ազատության, փրկության եռատոն։ Չարամիտ զուգադիպությամբ, ճիշտ այսօրը, մայիսի 8-ին, բայց 2018 թվականին, այս շենքում տեղի ունեցավ հայ ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը։ Այդ օրը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին դարձավ Հայաստանի վարչապետ։